Շագանակագեղձի բիոպսիա։ Արդյոք վտանգավոր է թե անվտանգ է շագանակագեղձի բիոպսիան։ Անել թե չանել շագանակագեղձի բիոպսիա, որովհետև գրեթե ամեն օր հիվանդները կամ հիվանդի հարազատները մեզ այս հարցը տալիս են։ Շագանակագեղձի բիոպսիան դա, երբ որ մենք ունենում ենք շագանակագեղձի կատարված MRT, MRT-ով կան կասկածելի օջախներ եւ պետք է այդ կասկածելի օջախներից կտորներ վերցնենք, որպեսզի պաթոհիստոլոգը հաստատի կամ ժխտի շագանակագեղձի քաղցկեղի առկայությունը։ Առանց բիոպսիայի անհնար է հաստատել կամ ժխտել տվյալ հիվանդ ունի շագանակագեղձի քաղցկեղ, թե չունի։ Այո, շագանակագեղձի բիոպսիան անհրաժեշտ է եւ ամենևին շագանակագեղձի բիոպսիայի պատճառով քաղցկեղը, ինչպես ժողովուրդն են ասում, չի գազազում, չի տարածվում։ Այլ սա միակ հնարավորությունն է, որպեսզի հաստատենք այդ քաղցկեղը, ինչքան վաղ փուլերում հաստատենք այդ քաղցկեղը, այդքան ավելի մեծ հնարավորություն ունենք հիվանդին ամբողջովին ազատելու շագանակագեղձի քաղցկեղից։ Այո, կարող եք նաև հրաժարվել շագանակագեղձի բիոպսիայից, չհաստատել ձեր հիվանդի մոտ եղած քաղցկեղը, բայց իմացեք, որ դուք եք կորցնելու այն ոսկե ժամանակը, երբ որ հնարավոր է հիվանդին փրկել քաղցկեղից եւ ազատել այդ չարորակ հիվանդությունից։ Եղեք առողջ։